Արսոփախ կուտանք, որ մեզ հետ է այսօր պատվելի Արաբալկչյան և իր ազնիվ դիգինովիկին, որոնք Թորոնտոյի են մեզ հետ են, Թորոնտոյի հայ աստվածաշունչի եղբայրության եկեղեցի հովիվն է և նաև Քեմբրիջի հայավետարանական եկեղեցի հովիվը։ Արսոփախ կուտանք իրենց նվիրական ծառայության և Թորոնտո գծառայենք, միասին եղած ենք, ծառայություն մատուցած, պատվելի Բալկչյան դարիներ ծառայած է Հունաստանի մեջ, ինք փնիկ Բեյրութեն է, Լիբանանեն, Վիկին հունահայ, Հունաստանեն, և միասին հիմա Թորոնտոյի մեջ և Քեմբրիջի մեջ օրհնաբեր ծառայություն կմատուցան են։ Ուրախ ենք պատվելի մեզ հետ եք և Աստծո խոսքը ողջունները և պատգամը մեզի կփոխանցեք։ Աստված օրհնե երկու կտալ և ձեր ընտանիքը իր փառքին համար։ Արիթը ձերն է, պատվելի Արա։ Ողջունեմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով և փառք ու Աստծո այս օրհնյալ առիթին համար, այս տերունական օրը մեզի շնորհեց, որ միասնաբար կհավաքվենք ամեն բանի առաջ զինք բաշխելու, մեր շնորհակալությունները հայտնելու, այնպես որ այս հավատքով գուքանք, այս նպատակով գուքանք։ Նաև շնորհակալություն կուզեմ հայտնել վերապատվելի Սերոփին, եկեղեցին, հոգապարծության այս հրավերին համար, այս առիթին համար, և կհավատամ, որ երբ մենք գորոշենք Տերոջի հետ քալել և անոր ուզածը ընելու դրամատիր գլանք, Աստված մեզի գործնե, որ որալ կգտնվենք։ Երանի թե այս լա բոլորիս նպատակը։ Նաև սիրո ողջույններ ցեզի կուզեմ փոխանցել Թորոնտոյի հայ եղբայրության, Աստվածաշունչի եկեղեցին և հոգապարծության կողմէ և նաև Քեմբրիջի հայավետարանական եկեղեցին կողմէ, այնպես որ աղոթեցեք այս երկու եկեղեցիներուն համար, անոց ծառայություններուն համար, որպես Աստված օրհնաբերն է և շատ մը հոգիներ մինչ Աստծո խոսքը կլսեն, արթնան, լուսավորվին, իրենց մտքերը, սրտերը և Տերոջը դառնան։ Անցնենք Աստծո խոսքին, պիտի կարդամ առաջին Թագավորաց գիրքեն 14-րդ գլուխին 1-7 համարները և ապա 13-րդ համարը։ Ուրեմն 14 առաջին Թագավորաց 1-7։ Եվ եղավ, որ օրը Սավուղի որդին Հովնաթան իր զենքերը գրող բադանին ըսավ, եկուր անթի գոմը փղշտացված բաղաբան զորքին անցնինք, բայց իր հորը չիմացուց։ Ու Սավուղ Քափայայի ձայրը Մակրոնի մեջ եղող նռնենին դակ կնստեր, և անոր հետ եղող ժողովուրդը 600 մարդու չափ էր։ Ու Հեղիի որդին Փենեհեսի որդին Իքափոթի եղբորը Աքիդովփի որդին Աքիա Սելովի մեջ Տերոջը քահանան էր, որ Եփուդ գահակներ, ու ժողովուրդը Հովնաթանի երթալը չեր գիտեր։ Եվ այն գիրջերուն մեջ ուրգե Հովնաթան փղշտացված բաղաբան զորքին անցնել գուզեր, մեկ կողմե քարաժայրմը ու մյուս կողմե քարաժայրմը գար, որուն մեկուն անունը Փազես ու մյուսին անունը Սենա էր։ Այս քարաժայրերեն մեկը հյուսիսային կողմը Մակմասի թիմաց ցցված էր, ու մյուսը հարավային կողմը Քափայայի թիմաց։ Եվ Հովնաթան իր զենքերը գրող բադանին ըսավ. Եկուր այս անթլփատներուն բահաբան զորքին անցնենք, կարելի է որ Տերը մեզի համար բան բանե, քանզի շատ մարդով կամ քիչ մարդով ազատելու կողմե արգելք մը չկա Տերոջի համար։ Ու իր զենքերը գրողը անոր ըսավ. բոլոր քու սրդիդ մեջ եղածը ըրե։ Հարաճ կնա ես քեզ հետ կուկամ քու ուզածիդ պես։ 10-րդ համար այսպես կսե. ու Հովնաթան ցերքերովը ու ոտքերովը վեր ելավ, եւ անոր զոր զենքերը գրողնալ անոր յետևեն։ Եվ Հովնաթան ցերքերովը ու ոտքերովը վեր ելավ։ Նույնպես այս ընդրած եմ, վեր ելել։
Այս երկու բարերը քրիստոնեական կյանքին վերնակիրը կգազմեն։ Վեր, թեպի վեր ելնել, շարունակ ելնել, հարաճանալ։ Այս արագընթաց կյանքի մեջ ժամանակին հետ մրցելով մարդիկ ուզեն հարաճանալ, վեր ելնել, բարձրանալ։ Բոլոր մարզերու մեջ ժամանակը կբարդատրե մարդոց վեր ելնելու, հարաճանալու։ Նույնպես հավատացյալին կյանքը շարունակ վեր ելնել է, հարաճանալ է։ Ինչպես երգը գսե, գերտամ հարաճ միշտ թեպի վեր, վերջին բարձունք ելնել գուզեմ։ Սամոս 2 հավատացյալը արձևի կնմանցնե, իսկ Եսայի մարգարեն կնմանցնե 40-31-ի մեջ, վեր ելող հավատացյալը արձևի և գսե, բայց դերոջը ապավինողներուն ուժը պիտի նորոգվի և անոնք արձիվներու պես թևերով վեր պիտի ելնեն։ Արձիվը բարձրերը գթրջի, մաքուր օդ կշնչե, փույնը բարձրերը եղող ժայռերուն վրա կշինե։ Աստվածապան պրոֆեսոր մունեինք, որ մեզի հաջող գսեր, հավերու պես մի ըլլակ, հաբա արձիվներու պես, հավերուն կլուխը միշտ կեդինն է, կեդինը եղող աղբերով գսպաղվին, իսկ արձիվները բարձրերը, աշխարին աղբեր են վեր։ Հավատացյալը որքան վեր ելլե, դագավին դեղ գա ելլելու, որքան մեղքի աշխարեն բարձրանանք, դագավին շատ միջոց ունենք վեր ելլելու։ Շատեր լերան մեջտեղը հավաքված են առանց վեր ելլելու, դեղ կայլի վիճակը։ Ճիշտ Իսրայելի ժողովրդի նման գկալեն, բայց նույն դեղն են։ Սակայն Հովնաթան վեր ելլեր։ Եթե ուշադրությամբ գարտանք այս գլուխին 45 համարները, որ գարտացինք, հոն կտեսնենք աբարաժե փլուրմը, որ մակմաս կգոչվի, որ կնշանակե բահված կանցեր։ Հովնաթան եւ իր ընկերը թեպի այդ փլուրը գերտան։ Եվ եթե մենք գուզենք քրիստոնեական կյանքի մեջ կանցեր, օրհնություններ ապահովել, պետք է թեպի վեր ելնենք։ Դերը իր կանցերը, իր օրհնությունները գուտա այն հավատացյալներուն, որոնք որոշած են շարունակ վեր ելնել, ու միայն վեր ելնել։ Եթե հավերու նման վարը եղող աղբերով սպաղինք, մեր ժամանակը պիտի վատնենք անցավոր փուչ բաներու ետևե երթալով։ Բողոս առաքյալ գսե, վերի բաները մտածեցեք, վերի բաները փնտրեցեք, ուր Քրիստոս գնստի Աստուծո աջ կողմը։ Եվ ոչ թե այս երկրի վրայինները, Գողոսացիս 3:1-2։ Գարտացված հատվածի մեջ նկատի գարնենք, որ Հովնաթան նեղ դեղեմը վեր ելներ։ Անցկմը, որ մեկ կողմեն ժայր, ու մյուս կողմեն ուրիշ ժայր մգար։ Եվ բադահմամ չէ, որ Աստվածաշունչը այս երկու ժայրերուն անունները գուտա։ Առաջինը Փազես գսե, որ կնշանակե վիրավորող փուշեր։ Երբ մենք գորոշենք վեր ելնել, քրիստոնեական կյանքի մեջ հարաճանալ, փուշերու պիտի անտբինք։ Տեսակ նեղություններ եւ դժվարություններ պիտի գրենք։ Թերևս մեզի մոտ բարեկամները դժվարություններ պիտի գրենք։ Թերևս համալսարանի մեջ կորցի ընկերներեն, ընկերության մեջ, մինչև իսկ մեր հարազատները նեղություն կգրենք, որովհետև դերոջը հետ կքալենք, որովհետև Հիսուսը ընտրած ենք որպես փրկիչ, փուշերու պիտի հանդիպենք։ Եթե գուզենք քրիստոնեական սկզբունքներով ապրիլ, փուշերու պիտի հանդիպենք։ Երկրորդ ժայռին անունը Սենա կգոչվի,
որ կնշանակե բայձար, փայլուն։ Այո, նեղություններ կան, դժվարություններ կան, բայց ուրախություն ալգա, խաղաղություն ալգա, որովհետև Աստված հոն է։ Գարժե այսպեսի Աստծո հետ վեր ելնել։ Եթե նկատի առնենք, որ Հովնաթան ինչ բարականերու մեջ վեր ելներ, անոր հավատքի փայլունությունը ավելի հստակ կտեսնենք։ Առաջին ցերքերովը ու ոտքերովը վեր ելավ 10-րդ համարի մեջ գարտացինք։ Ելնել գա բադվավոր գերբով ելնել գա, շողոքորթությունով անվայել գերբով վեր ելնել գա։ Մարդիկ կուզեն վեր ելնել, սակայն իրենց թիմացինը վարձքելով գուզեն ելնել, անոնց վրա գողելով գուզեն վեր ելնել։ Գսեն, իմ սիրտս այնքան բարի է, մաքուր է, որ մրջունին վրա չեմ գողեր, բայց մարդոց վրա կգողե։ Թաղական խորհրդի ադենաբեդը լալու համար թիմացինին գջզմե եթե պետք է։ Եվ այսպեսով գուզե վեր ելնել։ Ընդրություններու ժամանակ մեկը մույսին վրա կգողե, որբեսի վեր ելնեն, փառքի ու համբավի դիրանան։ Հովնաթան բոլոր չանքովը, երանտովը, իր քրդինքովը վեր ելներ։ Մինչ վեր ելներ, որքան վիրավորվեցավ, սակայն ելներ, որբեսի իր նպատակին հասնի։ Այսօրվա շատերուն դժվարություն այն է, որ նպատակ չեն հետապնդել։ Քրիստոնյա են, եկեղեցի կհաճախեն առանց նպատակի։ Այս պատճառով, երբ դժվարություններու առջև գտնվին, ամենահեշտ որոշումը կառնեն՝ թողել եկեղեցին ու հեռանալ։ Ով իր կորձի ասպարեզի մեջ չի բայկարիր։ Դժվարությունները թիմակրավելու համար որքան չանք ու քրդինք գտապենք, ոչ թե ցերքերով ու ոտքերով, հաբա բոլոր սրտով, զորությունով, մեր բոլոր կարողություններով, միջոցներով կբայկարենք, որբեսի դժվարությունները հաղթահարենք։ Ինչու համար, որտև նպատակ կհետապնդենք, գուզենք հաջող և շահապեր գործը հաստատենք, ոչ թե միայն մեզի համար, հաբա մեր զավակներուն համար, մեր թորներուն համար և անշուշտ մեր ձորերուն համար ալ պետք է մտածենք։ Մարդուն խելքը երբ տրամ թիզելու մասին է, ժամայցուցի վես կաշխատի, մինչև իր ձորերուն մասին ալ գխորի։ Խելացի ենք նյութական հարցերու մեջ։ Մեր խելքը իրավ լավ կաշխատի։ Ճիշտ այսպես քրիստոնեական կյանքի մեջ ալ նպատակ ունենալու ենք սիրելիներ։ Պողոս առաքյալ Փիլիպպեցվոց նամակի մեջ գսե. նպատակը դիտելով Քրիստոս Հիսուսով եղած Աստուծո վերին գոչումին մրցանակին գվազեմ։ Նպատակը Քրիստոս եւ անոր փառքն է։ Հրավերը եւ գոչը զոր մեզի գդրվի, մեղքի աշխարի աղբերը մեկտի թողել ու վեր ելնել, Հիսուսի նայելով, հարաճանալ, շնորհքի մեջ աճիլ ու ողջամիտ վարդապետության մեջ աճիլ, հետևաբար մենք ալ Հովնաթանի նման ցերքերով եւ ոտքերով եւ ամեն միջոց կործածելով վեր ելնենք։ Երկրորդը առանցնության մեջ վեր ելներ։ Խումբով ելնել բան է, առանցին կամ երկու հոգիով ելնել ուրիշ բան է։ Քրիստոնեական կյանքը հավաքական ըլլալե առաջ անցնական է, անցնական։ Այսինքն ես պիտի որոշեմ վեր ելնել, ոչ թե զիս ուրիշը պիտի ըստիպե։ Ես պիտի որոշեմ Հիսուսի հետ քալել եւ ոչ թե ծնողքս ինձ պիտի ըստիպե։ Ես պիտի որոշեմ, որ Աստված իմ կյանքիս մեջ կա։ Ես պիտի որոշեմ հնազանդիլ Աստուծո ու ոչ թե զիս պիտի ըստիպեն։ Հնազանդությունը սիրելներ ընդրություն է
ու ոչ թե ըստիբոականություն։ Դեր Հիսուս իր փառքը թողեց, մեկը զինք չստիպեց, ըսավ գգարտանք արաքյալը գսե, իր թիրքը, որում վրա գեցա որպես ասված, ուրիշեմ ասպես հապշտագած ըլլալով, հոն գենալով ասպես գեցած չեր։ Գարձեք թե եթե իջնե, թիրքը պիտի գործընծնե, ոչ, ինք ասված է, և հոժարեցավ, ընդրեց, փառքը թողել և աշխարհքալ։ Աստվածաշունչում մեջ գտեսնենք մարդիկ, որոնք դժվարություններու և նեղություններու մեջ առանցին դերոջի հետ քալեցին։ Նոյ, Ենովք, Աբրահամ, Դավիթ, Դանիել, Հովսեփ, ասոնք առանցնության մեջ դերոջի հետ քալեցին և վեր ելան։ Մինչ մեծամասնությունը մեղքին առջև ձունգի գուքային, անհատներ կամ մի քանի հոգիներ միասին դերոջը հավատարիմ գմնային։ Այս գիրքին 10-րդ գլուխի մեջ Իսրայելի ժողովրդին վիճակը գտեսնենք, երբ Հովնաթան վեր ելներ։ 3 մասերու բաժնված էին։ Բահվդողներուն խումբը, սահմաններեն դուրս փախողներուն խումբը և երրորդը անոնք, որ չգրցան բահվդիլ կամ փախչիլ, սաբուղիկով կացին։ Այս բարականերու մեջ միայն 2 անձեր վեր ելեին։ Արդյոք քու կյանքիդ մեջ դժվարություններ սկսան, արդյոք շրջան մգար, որ վեր ելեիր, սակայն նեղություններ, դժվարություններ, փախումներ, բաժանումներ և թատրեցար վեր ելելը։ Այս առավոտ դերը սրդիդ կխոսի, վեր ելիր, Հիսուսի նայելով, շուրջիներուդ հետ մի չափվիր, անոր նայելով վեր ելիր, թեպի բարձունք, որովհետև երբ աչքերդ փակես ու հավիտենականության անցնես Աստուծո ադյային առջև, որևէ մեկը պիտի չգրնաս մեղադրել։ Հոս գրդաս մեղադրել, ես վեր ելեի, լավ էի, լավ դրամատրություն ունեի, ասինչ մեկը հոգապարծության մեջ մեկը զիս վիրավորեց, հովիվը զիս նեղացուց, այս հրավ, այն հրավ, բայց ճարապանություններու ցանկ մգրնաս շարել, և եկեղեցիդ փոխել, հոն քեզի խրատներ ալ գուտան, քեզի կաղապարներ գուտան, թերևս քեզի հետ կհամագրին, գսեն, այո, իրավունք ունիս տուն հոսեգուր, բայց Աստուծո առջև առանցին, ոչ մեկը պիտի գրնաս մեղադրել։ Ուրեմն մի նայիր, որևէ մեկուն վեր ելիր։ Երան այս առավոտ ըսես, ով դեր ները ինձի, որ վեր ելել է թատրած եմ, հանցավորը ես եմ, ուրիշները չեն, գխնդրեմ, զորացուր զիս, կուզեմ վեր ելել։ 10-րդ համարի մեջ հոս որ գսե Հովնաթան ցերքերովը ու ոտքերովը վեր ելավ։ Այս երկուքը ուր գերտային, պիկնիկի գերտային, բդույդի ելած էին, թշնամիներուն վրա հարցագելու գերտային, թշնամիներուն վրա։ Մինչ վեր ելեին, թշնամիները գմերցնեին։ Եվ Հովնաթան ցերքերով ու ոտքերով վեր ելավ, եւ անոր զենքը գրողնալ անոր յետևեն, ու Հովնաթանի առջև ինգան անոր զենքերը գրողնալ անոր յետևեն գմերցներ։ Մինչ վեր ելեն, վեր ելած ադեն թշնամիները գմերցնեին։ Հավատքի կյանքի մեջ ալ, մինչ մենք վեր ելենք, թշնամիներ ունենք, պետք է հաղթենք անոնց։ Գլխավոր 3 թշնամիներ ունենք, 4 չէ, 3։ Սատանան, մեղքի աշխարհը եւ երրորդը այնքան մոտ է հերու դեղեր փնտրելու գարիքը չկա։ Մեր եսն է, մեր մեջն է։ Ասոնց թեմ, մինչ վեր ելենք, պիտի բայկարինք։ Այս 3-ին վրա գրնանք փարավոր հաղթանակ դանիլ, միայն այն ադեն, երբ վեր ելենք։ Երբ շնորհքի մեջ գաջինք, երբ ողջամիտ վարդապետության մեջ կհաստատվենք, երբ Քրիստոսի սիրույն մեջ կխորանանք, երբ Սուրբ Հոգիով գլեցվենք։
Եվ գգարտանք ու երգիր թողած, ինչ մեծ վգայություն, երբ հավատացյալը դերոջ հետ կքալե, Սուրբ հոգիով, հոգվույն զորությամբ իր շուրջիներուն լավ աստեցություն կթողե։ Սակայն հարցումը մեջտեղ գուկա, ինչպես գրծավ Հովնաթան համարձակեցավ այս քայլը առնելու, ինչ էին պատճառները, արագ մտվեմ ցեզի, անոր հավատքը 6-րդ համարի մեջ կարտանք, Եվ Հովնաթան իր զենքերը գրող բադանին ասավ, եգուր այս անթլ պատներուն բաղաբան զորքին անձնին, գարելի է, որ դերը մեզի համար պամբը ընե։ Հավատ կներ։ Երկրորդը գադարյալ նվիրված էր, թարցյալ սրդանց վերգելներ, սրդանց, ու իր զենքերը գրող անոր ասավ, փոլոր քու սրդիտ մեջ եղածը ըրե։ Սրդի մեջ որոշած էր, Թարցյալ Հովնաթան վեր չեր ելներ իր անվան պարքին համար։ Իրեն համար ըսվի, որ որքայն գդրիչ է, քաչ մեկներ, հաբա աստուծո պարքին համար։ Ինչպես այս անթլպատները մեր վրա հաղթություն պիտի դանին։ Ասոնք էին պատճառները, զոր մղեցին Հովնաթանին, որ ան իր ցերքերովը ու ոտքերովը վեր ելլե։ Ադլյան լերներուն վրա մարդ մգար, որ սպոսաշրջիկներուն թեպի լերան կակաթը գարաչնորդեր։ Օրմը փոթորիկի հանդիպեցավ և լերան կակաթեն ինգավ ու մերավ։ Իր քերեզվանին վրա այսպես գրված էր. Երբ վեր գելլեր, վեր ելլելու ադեն մերավ։ Երանի թե դերադա, որ մեր մասինալ այսպես ասվի։ Վեր ելած ադենը մերավ, և մահը մեզ գտնե այս օրհնյալ վիճակի մեջ։ Հարցումը զոր մեջտեղ գուկա, թուն թեպի վեր ելլես, թե ոչ վարգիչնես։ Եվ մեղքի աշխարի աղբերու մեջ քու հոգիդ հոգացումը գպնդրես։ Ես շատ պնդրեցի, բարաբի մի օգնիր, երանի այսօր, սիրդը դերոջը պանաս, և հրավիրես այն սրդիտ մեջ։ Արաքյալի նման այն ադեն թունա վերի պաները պիտի պնդրես, որոդե պիտի կնադես, ամեն պան աղ պիտի սեբես, ամեն պան։ Վերը հանդարդություն գա, խաղաղություն գա, մաքուր գլիմա գա, քուանմա հոգիդ գադարյալ հակեցում գա, երբ վեր գելլես։ Ընդրությունը քու գդե, թում պիտի որոշես, և որոշումիդ հետևանքը թրացին պիտի չի գրե, թում պիտի գրես։ Եթե թրագան թիրկը պրնես, ասված պիտի օրտնե քեզի, գյանքըտ պիտի օրտնե։ Երանի խոհեմը լաս և շիդակ ընդրությունն ես, և այսօր ուղտըտ նորոքես աստուծո հետ, և սես ով դեր, գորոշեմ այսու հետև, առանց ուրիշներու հետ չապվելու, քեզի նայելով վեր ելլել, իպարս երորդության, ամեն։
որպեսզի քո արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ բահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Գացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, բահե եւ պաշտպանե ձեզ, հիմա եւ միշտ, հավիտյանս, ամեն։